Ես սալուսվել եմ այս հասցեով ներդառնալու համար։ Բայց Հիմա ես մտնեմ ներս, որտեղ շատ բանից տեղեկացված չեմ, առավոտվանից իր հետ եմ եղել, քննչական գործողություններ։ Ձեզ նախաքննական մարմինից են ասել, որ եկեք այստեղ ու կայսանը այստեղ է հիմա։ Այո, ծանոթվել եմ այս հասցեով ներկայանալու։ Շտապակցության մեքենա եկավ իր համար էլ։ Հավանաբար, որովհետև առավոտյան ամեն դեպքում խնդիրներ ունի, տեղերը չէր ասել։ Արդեն այստեղ է։ Իմ տեղեկություններով այո, Պարոն բայց ես Հայրապետյան, իսկ դուք լսել եք նախաքննական մարմնի ձայնագրությունը, դա իր ձայնն էր, ինքն եք աշակերտել, խոսել եք։ Ենքանով իշկանով հերքում է պարոն Ղուկասյանը ամեն ինչ։ Նման որևէ հանգամանք պարոն Ղուկասյանը չի ընդունում։ Ավելին ասեմ, այդ նկարագրության մեծ մասը, որովհետեւ նկարագրում էին 24 թվական դեկտեմբեր, 25 թվական փետրվար։ Այսինքն Ձերբակալված անձինք եւս բոլորը քաղաքապետարանի աշխատողներ են։ Հավանաբար տեղեկություններ ես չունեմ, ներողություն եմ խնդրում, եք հստակեցում։ Այսինքն Վարդան Ղուկասյանի այս գործունեության հետ կապ չունի։ 24 թվականին համանքի ղեկավար չէր Վարդան Ղուկասյանը, ոչ է 25 թվականի փետրվարին։ ՔՊ-ի տեխնազոին կամ պաշտոնակադային հարցեր եք, ինչու է նման բաներ տեղի ունեցել։ Քաղաքապետարանի ներսում չէ ձայնագրությունը արված։ 6-7 դրվագից մեկն է վերաբերվում Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման ընթացքին։ Մնացածը վերաբերվում է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության, որ ըստ էության թյուրիմացաբար է Վարդան Ղուկասյանը ընտրվել Գյումրու քաղաքապետ եւ դա պետք է շտկվի։ Առանձին ԿՊԱ-ականներ ասում էին թող ճամպրուկները հավաքի։ Մի քանի օր առաջ ես նշեցի, որ սկսվել է Անդոնիս վարչապետի հայտարարության իրականացման գործընթացը։ Այն է հեռացնել քաղաքական եւ հանրային դաշտի։ Քաղաքական դաշտից հեռացնելը այսպեսի մեթոդներով հնարավոր է, իսկ հանրային դաշտից հեռացնելը հնարավոր է Աստվածչանի ֆիզիկապես ոչնչացնելով, որի հետ կապված մենք հանցագործության հաղորդում ենք ներկայացրել քննչական մարմիններին, բայց գտել է, որ դա քննարկման ենթակա չէ։ Այսքանը կներեք ժողովուրդ ջան, ես մտնեմ ներս, որացել դուրս գամ։ Ես չգիտեմ, ես դա լրատվամիջոցներից եմ տեղեկացել, ես պաշտոնապես որևէ ձայնագրություն չեմ ցանկացել, ես չգիտեմ դա ինչ է։ Այս բանին ոչինչ չգիտեմ, ես կներեք, գնամ։ Հա։ Հավանաբար կներկայացնեմ, հավանաբար կներեք։